Գիտեք, քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ։ Հիշում եմ մի անգամ սա ասացի բավական մեծ լսարանի առաջ։ Կարծում եմ Միացյալ Նահանգներում էր, թեև հստակ չեմ հիշում։ Ես չէի սպասում, որ մարդկանց կզարմացնեմ, բայց պարզապես ասացի՝ իհարկե, քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ։ Նրանք ինձ զարմացած նայեցին։ Կարծում եմ ավելի քիչ կզարմանային, եթե ասեի Աստված գոյություն չունի։ Ինձ համար սա տարիների ընթացքում ակնհայտ ճշմարտություն է դարձել։ Քրիստոնեությունը կանոնների համակարգ չէ, այն օրենքների համակարգ չէ։ Իսրայելն արդեն ունեցել էր օրենքների համակարգ, Մովսեսի կողմից տրված 14 դար շարունակ։ Պողոսն ասում է, որ օրենքը կատարյալ է, արդար է, սուրբ է և բարի։ Եթե խոսքը օրենքի մասին է, ապա մենք երբեք չենք կարող բարելավել Մովսեսի օրենքը։ Եթե օրենքը բավական լիներ, Հիսուսի գալու կարիք չէր լինի։ Երբեմն ժպտում եմ, որովհետև թվում է այն քրիստոնյաները, ովքեր ամենաշատն են խոսում շնորհի մասին, հաճախ ամենաքիչն են հասկանում այն։ Հիշում եմ մարդկանց, ովքեր ասում են. «Մենք օրենքի տակ չենք»։ Մենք օրենքի տակ չենք, բայց հետո իրենք են ստեղծում իրենց սեփական կրոնական կանոնների համակարգը, որը երբեմն բավական բարդ է լինում։ Թույլ տվեք ասել, սիրելի եղբայրներ և քույրեր, եթե Մովսեսի օրենքը չկարողացավ դա անել, մկրտական օրենքն էլ չի կարող, հոգեգալստական օրենքն էլ չի կարող, կաթոլիկ օրենքն էլ չի կարող։ Մենք երբեք չենք կարող բարելավել Մովսեսի օրենքը, բայց Մովսեսի օրենքը ձախողվեց, ոչ թե որովհետև օրենքի մեջ ինչ-որ սխալ կար, այլ որովհետև խնդիրը մեր մեջ էր։ Մենք ի վիճակի չէինք պահել օրենքը մեր մարմնական բնության թուլության պատճառով։ Այս թեմայի վերաբերյալ ուզում եմ կարդալ Պողոսի խոսքերը Գաղատացիների 3-րդ գլխի 11-ից 12 խոսքերից։ Որ օրենքով Աստծո առաջ ոչ ոք չի արդարանում, դա հայտնի է, որովհետև արդարը հավատքով է ապրել, բայց օրենքը հավատից չէ, այլ օրենքը գործադրողը նրանով էլ կապրի։ Ուստի Պողոսն ասում է, որ ոչ ոք երբեք չի կարող Աստծո առաջ արդարության հասնել օրենքի միջոցով։ Փաստորեն թարգմանիչներն այստեղ ավելացրել են որոշիչ հոդը, օրենքը, ինչը ճիշտ է, որովհետև Պողոսն առաջին հերթին նկատի ունի Մովսեսի օրենքը։ Բայց եթե նույնիսկ հանեք օրենք բառը միտքը նույնն է մնում, ոչ ոք չի կարող Աստծո առաջ արդար դառնալ որևէ օրենք պահելով։ Չկա այնպիսի օրենք, որը կարող է մեզ հնարավորություն տալ Աստծո առաջ արդար դառնալու։ Դա այն ճանապարհը չէ, որով երբևէ կարող ենք արդարանալ Աստծո առաջ։ Տեսնում եմ, որ ձեզանից ոմանք շփոթված են նայում, չեմ զարմանում։ Կարծում եմ, սա նոր կտակարանում ամենահաճախ կրկնվող ճշմարտություններից է, որը քրիստոնյաներն ամենահամար կերպով անտեսում են։ Նոր կտակարանում առնվազն